Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ճաշով հետքերով արկածների Մեր դռանը խնկից արգյուլում ջան Ձեր դռանը խնկից արգյուլում ջան Խնկենին աբերել բարգյուլում ջան Իմ խորոտիկ պզդիգ արգյուլում ջան Մեր դռանը խնկից արգյուլում ջան Նախշուն բլբուլ վրենթ արգյուլում ջան Երթարուգար շորորտ արգյուլում ջան Սիրուն Ինչ բանա չէ էս կյանքը Ինչ բանա Մարդ չգիտի վաղվա օրը Այ եթե մարդ իմանար վաղվա օրը Այնպես կաներ որ պարանը չպոկվեր Ես արդեն սկսում եմ խիստ անհանգստանալ քո համար Ինչի Դե մի տեսակ քեզ Սոկրատեսի նման ես պահում Ես ուղղակի ուզում եմ հասկանալ ես էլ եմ պապիկի պես լինելու Այ ինչ ես ասում է Պապի ջան, ես չեմ ուզում շտապեմ իմ դատողությունների մեջ, բայց ուզում եմ առաջ բերեմ մի վարկած, ըստ որի դու այդ պարանով վիշապին չես հաղթի։ Ես էլ չեմ հաղթի Գորն էլ, Դավիթն էլ, Աննան էլ, Մարիան։ Ով իմանա։ Արմեն։ Ինչ։ Ես ընդհանրապես զգուշացնում եմ, որ աշխարհում ոչ ոք չի կարող պարանով վիշապին հաղթել։ Վատ բան եմ անում, որ զգուշացնում եմ։ Պապի կարող է Ես չեմ ուզում վիշապին վնասել, ուղղակի կկապեմ, որ չհակառակվի։ Դե վիշապ նշանակում է մեծ օծ կամ մեծ ծուկ, վիշապի իմաստն էլ մեծ լինելն է։ Դե այդ պարանը մեղմ ասած չի հերիքի նրան կապելու համար։ Հայկական առասպելներում պարտադիր չի, որ վիշապը լինի մեծ կամ օձանման երևույթ։ Վիշապները կարողանում են փոխել իրենց կերպարները, չափսերը, այնպես որ կարողան մեծ չի։ Այսինքն դու կողմ ես, որ պապիկը պարանով գնա վիշապ փնտրելու։ Եթե այսօր կան վիշապներ ու դրանք սպառնում են շահանային, ուրեմն պետք է գնալ ու գտնել նրանց։ Դե լավ, գոնե վիշապը չինական լինի։ Չինական վիշապները բարի են ու իմաստուն։ Պապի ջան, բայց դու ինչքանով ես վստահ, որ շահանային վիշապն է գողացել։ Կարող է ընկերուհու տանն է հեռախոսներ փչացել է, կարող է սիրահարվել, ամուսնացել, թողել գնացել է, չէ, բայց կասել։ Կամ կարող է մեքենայի տակ ընկել ու հիմա էլ հիվանդանոցում է։ Չէ, պապի, հանգիստ եղի, շահանային հաստատ վիշապն է գողացել։ Պապի, բայց վիշապները արքայադուստրերի էին փախցնում։ Իսկ շահանեն Շահանեն համով թխվածքներ է պատրաստում, բայց եկեք մեր հետ անկեղծ լինենք, էլի։ Շահանեն արքայադուստր չի։ Ոչ էլ վիշապներ կան։ Մի ասա։ Պապիկ, իսկ ճիշտ է, որ վիշապները ապրում են մինչև 1000 տարեկան, հետո հրեշտակները նրանց հետ կռիվ տալով հանում են արևի մոտ, որ վառվեն ու մոխրանան։ Չգիտեմ։ Իսկ ճիշտ է, որ նրանք անմահ են ու ինչքան ապրում են, այդքան մեծանում են։ Չգիտեմ։ Իսկ որ ագահ են ու գանձեր են սիրում, այդ մենակ Ֆաֆնիրիի մասին է, թե բոլոր վիշապներն են այդպիսին։ Ում մասին է։ Ֆաֆնիրի, հին սկանդինավյան ու գերմանական առասպելներում Ֆաֆնիրը թզուկ նիբելունգների ցեղից էր, ագահության պատճառով դառնում է վիշապ։ Չգիտեմ։ Ճանապարհից հետ դառնալը լավ որոշում չի։ Օրինակ ինչի հետները չգնացինք։ Հիմա անհանգստանում եմ։ Հա, դու էլ ես հավատում վիշապների գոյությանը։ Հա, հավատում եմ, բայց չեմ կարծում հենց պապիկը սկսեց վիշապների մասին գրել, վիշապները շահանային փախցրեցին։ Դե լավ է։ Էդ ինչ տանջանքներ ես քաշում։
Ես լինելով սկեպտիկ երեխա, ամեն դեպքում փորձում եմ փնտրել վերջին 100 տարվա վիշապների մասին տեղեկություններ։ Բայց դեմքիցդ հո երևում է, որ չես գտել։ Հա, բայց ինչ ասես չգտա այդ թեմայով։ Ֆիլմեր, մուլտֆիլմեր, անիմեներ, բայց հետաքրքիր գիտես որն է, որ այդքան հին, բայց այդքան նոր։ Մինչև մենք այստեղ փիլիսոփայում ենք, պապիկը վիշապի հետ ահեղ մարտի է բռնվել։ Հաստատ։ Դուք կատակում եք, բայց ես իրոք անհանգստանում եմ։ Ում համար, վիշապի թե պապիկի։ Հա, մարդ տարբերակը չեք էլ քննարկում, հա։ Դավիթ ջան, ես չկարողացա ինձ զսպել եւ պիտի արտահայտվեմ։ Մենք հենց Մարիայի պատճառով էլ անհանգստանում ենք պապիկի համար։ Պապիկ, իսկ վիշապները ո՞նց են հայտնվում։ Ձվից, թե մարդիկ են դառնում վիշապ։ Չգիտեմ։ Իսկ վիշապաքարերն ու վիշապագորգերը իրոք հայկական արմատներ ունեն։ Դու վիշապների մասին այդքան բան որտեղից գիտես։ Դում 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 դում, պապիկ, պապիկ, բում բում, դում պա, պու 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 պու, պապիկ, պապիկ։ Դու ինձ լուր ժամանակ ավելի շատ ես դուր գալիս։ Դում 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 դում, պու, դում դում, պապիկ, պապիկ, պա, պու պու, պա, պա։ Արմեն, Իրոք է։ Արմեն չի կարելի մարդկանց տունը խուզարկել։ Այո, չի կարելի մարդկանց տունը խուզարկել։ Դու էլ Շահանեին ասա, որ չստացվի խուզարկում ենք։ Արմեն ջան, խնդրեմ մի հատ այն ջեռոցի պարունակությունը կստուկ ես առավոտվանից սիրտս թխված կոզում։ Ընկերներ, Արմենը անուղելի է։ Մենք ոնց որոշեցինք, որ Դավիթը մեր թիմից է։ Հիմա եկեք որոշենք, որ Արմենը մեր թիմից չի։ Անպայծառի համաձայնվենք, որ Շահանային գտնել պետք է։ Համել Շահանեն պապիկ իր դեպքում տատիկ չի էլի։ Ես ժամանակին փիսիկների էի փնտրում, Արմենը գոնե լավ է, Շահանային է փնտրում։ Գորջան, դու փիսիկներին փնտրելիս իրենց անձնական իրերը չէիր փորփրում։ Դե այդ քեզ է թվում։ Ես փիսիկներին գտնելու համար նրանց արտաթորանքներն եմ ուսումնասիրել։ Ինչի համար։ Դե, նայ, փիսիկները հիվանդանում են ու բուժվելու համար գնում են խոտ են գտնում, ուտում են, մարսում են, բուժվում են։ Կենթանի է, չգիտի որ անասնաբույժ կա։ Ու այդպես ես իմ համադասարանցու փիսիկին գտա մոտակա զբոսայգում արածել ես։ Այսինքն ձեր թեմի adekvatությունը Մարիան էր ապահովում, այն էլ ինքը գնաց ձեր իսկական դեմքերը տեսանք։ Հա, անտանելի են։ Գնամ առանձին քննարկեք։ Մի սկսի։ Մի սկսի։ Ընկերներ, ես գիտեմ Շահանեի տու տեղը։ Վիշապներին փախցնելու տարբերակը ավելի հետաքրքիր է։ Ինչի Արմեն։ Ասում եմ ձեզ, Շահանե քույրիկը գնացել է ձկնորսության։ Ես հիմա հստակ կարող եմ ասել նրա կոորդինատները, Որովհետև Շահանեի իրերի միջից գտել ես ձկնային ուտեստի բաղադրատոմս։ Այո, դա կոչվում է տրամաբանություն, Գորջան։ Ես խոհանոցը ուսումնասիրելիս գտա տոպրակով նոր գնված համեմունքներ, որոնք ճշտությամբ հանդիպում են նաև այս բաղադրատոմսում։ Կա տրամաբանություն, պարոն Արմեն ջան, ինչի։ Աննա ջան, դու մի հատ ստու գիտես ձկնորսության համար։ Հիմա թույլատրելի սեզոն է։ Հա, այսօրվանից, դու իջի էլի։ Բայց ինչի է անհասանելի։ Գզանգեր կասեր, որ գնում է ձկնորսության։ Լավ հարցեր գիտես։ Ես գիտեմ, ես ասեմ Գերգոր։ Աննա ջան, մի հատ քարտեզով գտի ձկնորսության համար օպտիմալ տեղեր, որոնք շատ ցածր են, շատ բարձր են եւ գտնվում մոտակայքում։ Արմեն, իջի։ Լավ, հասկացա։ Ես կանեմ։ Ինչ տարօրինակ է։ Ոչինչ չեմ հիշում։ Բայց ամեն ինչ շատ բարձ պատկերացում է։
Դե լավ։ Քիչ էլ ձուկ բռնեմ ու գնամ տուն։ Պապիկ, ինչ ես կարծում, Շահանեին փախցրեց վիշապը, այն Վահագնի վիշապների նման ահռելի ուժով չարությամբ լցված անուղեղ կենդանի է, թե չինական Յուլոնգ վիշապի նման իմաստուն ու խելացի։ Ինչ ես կարծում, իմաստուն վիշապը ինչու պիտի Շահանեին փախցներ, հա? Ճիշտ եք, բայց դեպքում անխելքի ինչին է պետք։ Որ ես նրան ազատեմ ու իմանամ վիշապների բոլոր գաղտնիքները։ Փաշամը աստղիկին փախցրել էր, որովհետև Վահագնը հարդ էր գողացել։ Դուք ումից ինչ եք գողացել։ Ես գող չեմ, ոչինչ չեմ գողացել։ Վահագնն էլ գող չէր։ Միգուցե, բայց երևույթը կոչվում է գողություն։ Ես ոչինչ չեմ գողացել, այդ թորնիկ ջան։ Ինձ ինչ ես ուզում։ Օրինակ, հնդկական դիցաբանության մեջ, որի դրա անունով վիշապը գողացել էր լույս, ջուր, անձրև, ամպրոպ ու մարդիկ տարապում էին։ Ինդրը աստվածը հաղթել է ու դրանով նշանակվել է քաոսի ավարտը։ Այդ թորնիկ ջան, դու այդքան բան որտեղից գիտես։ Դում 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 դում։ Լավ, հասկացանք։ Մեր Արամազն էլ ուներ նմանատիպ պատմություն։ Հա, բոլոր հին մշակույթներում էլ կա։ Հա, հետաքրքիր կերպար է այդ վիշապը։ Պետք է անպայման հանդիպել հետը։ Դում 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 պու։ Պապիկ, պապիկ, պա 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 պու։ Այ այս կողմ ենք գնում։ Ինչի՞։ Որովհետև մոտակայքում հասանելի տվյալ պահին թույլատրելի եւ հավանականորեն կապից զրկված 3 կետ կա։ Ու ամենահավանականը այս կողմում է։ Այդ ամենահավանականը ո՞նց որոշվում։ Հավանականության, տեսության ու այդ փոխեցի բանը չի։ Արագացրեք։ Այստեղ էլ չեն։ Պապիկ, իսկ չկա ինչ-որ ծիսակատարողական երգ, որով կարող են կանչել վիշապին։ Ոչ, հայերը խելացի ժողովուրդ են եղել, այն ինչից վախենում են, էլ չեն կանչում։ Մի կողմից լավ է, որ այստեղ չի, իմ իմացած վիշապին չենք հաղթի պարանով։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ Վահագնը վիշապին կապել է, որ ջուրը չգրավի, այլ ոչ թե սպանել։ Վահագնը, պապիկ, Վահագնը։ Զանգիր ընկերներիդ, միգուցե նրանք ավելի արդյունավետ լինեն։ Այստեղ կապ չկա։ Մարտի բախտ ունենա, բախտ։ Պարոն Արմեն, ես իհարկե առարկություններ չունեմ։ Սա ուղղակի ճշտում է։ Մենք Շահանեին ենք փնտրում, թե ուզում ենք հասկանալ այս գետակը որտեղ է թափվում։ Դուք ճիշտ եք, ես սխալվել եմ ու նրանք այստեղ չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Հիմա գնում ենք հավանականության տեսությամբ երկրորդ տեղ զբաղեցրած ափը։ Իսկ եթե քո այդ հավանականության տեսությունը վրիպել է, կարող է միանգամից գնանք երրորդ ափը։ Դավիթ, դու ինձ բարեկացնում ես։ Հավանականությունը աքսիոմայից տարբերվում է նրանով, որ շեղվելու հնարավորություն ունի, բայց այնուամենայնիվ որոշ նախադրյալներ ստեղծել են այն հերթականությունը, որով մենք հիմա փնտրում ենք Շահանեին։ Ասեմ ավելին, դրանցից որոշները կարող են սխալ լինել։ Օրինակ, Շահանեի հեռախոսը անջատվել է ոչ թե մարտկոցի լիցքավորման, այլ կոտրվելու, թրջվելու, կորելու եւ ելի շատ նախադրյալների պատճառով։ Իսկ դու որպես սկեպտիկ երեխա չես գտնում հավանականություն, որ Շահանեն ձկնորսություն չի գնացել։ Ոչ։ Մնում է Մարիան ու պապիկը հաղթեն վիշապին ու փրկեն Շահանեին։ Մի րոպե։ Լրիվ մոռացել էինք, տեսնես ոնց են։ Բաժանորդը ժամանակավորապես Անհասանելի է։ Բոլորը անհասանելի են։ Ես անհասանելի չեմ։ Եկեք գնանք Շահանեին փնտրենք, հետո պապիկին էլ կգտնենք։
Մի մտածեք, ես ձեր հետ եմ։ Առաջ գնացինք։ Ժամանակին այստեղ վարար գետ էր հոսում։ Երեխա ժամանակ ընկերներով գալիս ենք այստեղ ձուկ բռնելու նույնիսկ։ Վիշապների թեման ուսումնասիրելիս հանկարծ հիշեցի այս գետի մասին ու մտքովս անցա, որ միգուցե վիշապն էլ խմել ջուրը։ Շահանեի հետ կիսվեցի, պատմեցի ու դրանից հետո էլ նրան չեմ տեսել։ Կորած թորնուհուս թողած լեռներում վիշապ եմ փնտրում։ Ոչինչ, պապիկ, երևի Շահանեին գտել են Արմենենք։ Կարծում ես։ Վստահ եմ։ Էս 3։ Ես ընդունում եմ։ Հավանականության տեսությունը ինձ անհավանական կերպով դրեց անհարմար իրավիճակի մեջ։ Մի հատ մեծական խոսք կա։ Գլխի պատճառով ոտքերն են ցավում։ Էս դեպքում մի գլխի պատճառով 4 հոգու ոտք դուժեց։ Դե լավ, մի ճնշեք, այդ մի գլխի պատճառով շատ անգամներ շահել ենք։ Եթե ձգտորսության պահն էլ սխալ եք, ինձ չսփոփեք ու չպահեք, ես հեռանում եմ։ Ժողովուրդ, լուրջ վերջին հույսը մնում է, որ պապիկն ու Մարիան հաղթեն վիշապին։ Մարիա, ոնց եք, ինչի էր անհասանելի։ Վիշապը թաքնվել էր չգտանք։ Արմենը կարծում է, որ Շահանեն գնացել է ձկնորսության։ Ի՞նչ ձկնորսություն։ Ձկնորսություն։ Շահանեն գնացել է ձկնորսության։ Արմենն է այդպես կարծում։ Եվ շատ ճիշտ է կարծում։ Ես գիտեմ որտեղ է Շահանեն։ Հա, գնացինք։ Անգնացեք տուն, սպասեք մեզ։ Ոնց շուտ չէի կռահել։ Իհարկե ձկնորսության։ Վերջապես։ Ոնց հասկացա ձկնորսություն բառը պապիկին ինչ-որ բան է հուշել։ Գիտի տեղը։ Հա, բայց ասեց գնանք տանը սպասենք։ Դե գնացինք, տանը սպասենք։ Պապիկ։ Սուր էի կորել։ Պապիկ, որոշել էի քեզ համար ձուկ եփել։ Հա, բայց ինչի ուշացա։ Պապիկ երկար պատմություն է, շուտով կմցվի, եկեք տուն գնանք։ Կպատմեմ, գնացինք։ Ապրես։ Երեխեք Մարիան է գրել, Շահանեն գտել են, վերադառնում են։ Ձուկ էր բռնում։ Չգիտեմ, կգան կհարցնեն։ Ես, ախր ես չէի կարող սխալված լինել գոնե այդ հարցում։ Նստենք։ Բարի ախորժակ։ Դե պատմեցինամ ինչի ուշացար։ Պապիկ մի մեծ ձուկ էր ընկել։ Ես քաշեցի, նա քաշեց։ Ես քաշեցի, նա քաշեց։ Ես քաշեցի, նա քաշեց։ Հետո պարանը պոկվեց։ Հետո ես ընկա։ Գլուխս խփեցի քարին, մի լավ քնեցի, արթնացա ու որսս շարունակեցի։ Ես ճիշտ էի, ճիշտ։ Հիմա հասկացաք, վիշապը դա մեծ ձուկն է։ Շահանեն գնաց ձկնորսության ու հանդիպեց ում։ Վիշապին, 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 վիշապին։ Երեխաներ, եթե պապիկը որոշել է, որ պետք է գրի, ուրեմն պետք է գրի։ Դուք օգտվեք։ Բարի ախորժակ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, լեվում ենք
արկածների հետքերով անցնենք փորձություններ դասով հետքերով արկածների Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America